Ժանակ Մարոտոսը վիկենդը իսկ այս պայն արդեն շտապ ենք ներկայացնել մեր այսօրվա երկրորդ հյուրին, մեր տաղավարում է դերասան, երաժիշտ Իշխան Ղարիբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք Իշխան, որ մեր տաղավարում եք ու հատկապես հանգստյան օրն եք սկսում մեզ հետ։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, մեծագույն հաճույքով օրս կսկսեմ ձեր հետ։ Իսկ ինչպես եք սովորաբար սկսում ձեր հանգստյան օրերը։ Շաբլոն պիտի պատասխանեմ, սուրճ ու արդեն առօրյա գործերը։ Ինքնակամ եք արտանում, թե արտանցնում են։ Չէ, ինքնակամ եմ արտանում, ասեմ ավելին միշտ զարթուցիչից մի քիչ շուտ եմ արտանում։ Չգիտեմ ինչից է։ Դե երևի պատասխանատվության զգացողությունն է։ Հա, միգուցե։ Իսկ շատ վաղ եք արտանում։ Հիմնականում 7:30-8։ Դե դա նորմալ ժամ է, վաղ ժամ է։ Հա, Չէ՞։ Մեր համար։ ինայի համար ոնց որ չէ։ Չէ։ Հա դու ավելի շուտ ես արտանում։ Ես ուշ արթնացող եմ։ Հա ուշ արթնում, դե Ես շատ ուշ եմ վաղ է։ քնում։ Դե շատ վաղ է։ Լավ, ո՞րն է ժամանցի սիրելի տեսակը, որը ամենից շատ օգնում է ձեր վերականգնել ուժերը կամ գուցե այսպես մտքերը։ Նվագելը։ Երաժշտություն։ Նվագելը, հա, գիտար, դաշնամուր կապ չունի։ Ու նաև տղայիս հետ, փոքր տղայիս հետ, Վահեի հետ ժամանակ անցկացնելը, ինչը ցավոք զբաղվածության պատճառով ոչ շատ հաճախ է լինում, բայց իր հետ շատ հետաքրքիր է ինքը, այն տարիքում է, որ շատ տարօրինակ հարցեր է տալիս, իսկ այն հարցերը իմ համար են տարօրինակ, իր համար բնական են։ 4-5 տարեկան 7:30-8 7-8 Փետրվարի կլինի 8 ու ամենավերջին ամենատարօրինակ ու ծիծաղալու հարցերն էր, որ ասեց, պապ, դու որ փոքր էիր, ինչ էիր խաղում հեռախոսով։ Ասացի, Վահե, ես փոքր էի, չկար հեռախոս։ Ես չկարողացա բացատրեմ դա ոնց է եղել մի ժամանակ, որ չի եղել բջջային հեռախոս։ Բայց մենք կարելի է ասել ինչ էինք խաղում հեռախոսով։ Դժվաստում էինք այլ մարդկանց, հավաքում էինք խառը համարներով մարդկանց։ Ասում էինք բարև ձեզ ու ինչ որ վատ բաներ։ Հիմա չասեմ, գուցե մեկն ու մեկը հիշի տեքստը։ Պարզվի որ դա ես եմ եղել շատ Կամ բաներ։ եթե հակառակ կողմի ձայնը շատ սարսափազդու էր, ուղղակի փչում էինք ու անջատում այն հույսով, որ մեզ երբեք չեն գտնի։ Դա էր։ Տարբերակ։ Ու շատ է օրինան դա հիշում։ Ով է երեխաներից ամենայն հավանականությամբ ընտրելու հենց ձեր ուղղությունը եւ ինչպես կարձականքեք այդ ընտրությանը դուք։ Չկարձականքեմ միանշանակ դրական, հաստատ չեմ արգել չեմ հանդիսանա, չեմ փորձի հակառակը համոզեմ, որովհետեւ ես կենթանի օրինակ ինձ տեսնում են ինչ դժվարություններ են, ինչ խնդիրներ են, ինչ խնդիրներ են, ինչ ներվ է, ինչ ջանք է այդ ամեն ինչու այդքանից հետո եթե իրենք կորոշեն այդ գործով զբաղվել, կապլիցի ոնց որ ասում են Աստված իրանց հետ։ Բայց կա նրանց մեջ։ Բայց ինձ թվում է միջնեք աղջիկս Այդան։ Հույսերը այդայից են։ Այսպես այդայի հետ է կապված։ Այո։ Այդն 14 տարեկան արդեն այդ տենց կիսա որոշում կայացնելու փուլում է ու ոնց որ թե մտքին կա։ Շատ լավ պարում է, բեմը շատ է սիրում, լավ պարում է։ Երևի թե Այդան։ Իսկ մեծի մասին ինչ կասեք։ Մեծ աղջիկս ավարտեց տարածաշրջանային քոլեջը, դե մեծս 20 տարեկան է արդեն վիոլան, դերասան թատերարվեստի բաժինը, բայց ոնց որ թե սրտով չի։ Որոշեց ուսումը շարունակի, երևի եկող տարի կընդունվի, ինքը ուզում է Սլավյանսկի ինստիտուտի հոգեբանության բաժինը։ Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության բաժին։ Շատ հետաքրքիր։ Վիոլան տենց։ Շատ լավ գիտար է նվագում, հիմա աշխատում է որպես գիտարի դասատու։ Հա, Հրազդանում, Կոստանդզարյանի անվան արվեստի դպրոցում, բայց չտենց բեմ, թատրոն, կինո չուզեց, չսիրեց։ Բայց դա երաժշտությունն էր, մի ուղղություն, որը նույնպես ժառանգել է։ Էդ էլ, որտեվ ես դե փոքրուց նվագել եմ։ Փոքրիկը դեռ հեռախոսով է տարված, ոնց հասկացանք, Փոքրը ֆուտբոլով։ Սպորտ։ Դա նա ֆուտբոլն է։ Ես որոշել եմ տանեմ։ Տեսնեմ։ Անդրադառնանք երաժշտության հանդեպ ձեր սիրուն, փոքրուց նվագում եք։ Ինչ ժանրի երաժշտություն եք սիրում, ոնց ծնվեց սերը երաժշտության հանդեպ։ Ես աչքերս բացել եմ, տեսել եմ, որ հայրս նվագում է, հայրս գիտարահար է։ Ու 6 տարեկանից ես սկսեցի նվագել, ու ամենահետաքրքիրն է նա, որ ինքը չսովորացրեց։ Ես նայելով ակորդները, ամեն ինչ դասավորությունը բան, սկսեցի նվագել ու իմ օրորոցայիններն են եղել Beatles-ը, Pink Floyd-ը, Queen-ը, այդ ժամանակ մեր տանը բաբինաներով մագնիտոֆոն կար,
ու ես քնում էի այդ մուզիկայի տակ ու երբ որ ինքը բարձր էր միացած։ Մերոնց ասում կարող է վատ եմ լսել, պրոստը բան տեղ չեք դրել այդ բանը, չէ։ Այդ ժանրն է ինձ ավելի հոգի արած, այդ ամեն ինչ էլ լսում եմ, չեմ կարող ասեմ, որ այ, չէ, կարամ ասեմ, որ այ, այդ չեմ լսում, բայց այդ չեմ ուզում առավոտ Կիրակի օրը առավոտ ասեմ։ Ամեն ինչ էլ փորձում եմ լսեմ, շատ գնալով երևի տարիքի հետ փոխվում են ավելի շատ նախասիրությունները։ Հիմա շատ ավելի շատ դասական երաժշտություն եմ լսում, ինչը որ ասենք 20 տարեկանում, 22 տարեկանում տենց առանձնապես չէր ձգում, որ անկեղծ ասեմ, հիմա ավելի շատ հանգիստ բաներ եմ ուզում լսեմ։ Դե ռոկը իր կա ու կա։ Կա մի համաշխարհային ճանաչում ունեցող արտիստ, որ այդ կուզենայիք համագործակցել երաժիշտներից։ Մեկը չի։ 3 ասել։ Շատ մեծ ցանկություն, շատ կուզենայի նվագեի գոնե մի անգամ տենց հնարավորություն լիներ նվագեի Էրիկ Կլեպտոնի հետ։ Այդ որ տենց կուզեի ուղղակի ոչ թե համագործակցեի, այլ ասես շփվեի իրանից բաներ հարցնեի, Միք Ջագերը այդ ամենաներից Եվ իհարկե շատ կուզենայի էլի այդ շփվեի նրա աշխարհայացքը երաժշտության ընկալումը իմանայի Ջոն Լենոնինը, բայց դե ցավոք չի լինի կամ Փոլից կհարցնենք լավ։ Այն աշխարհում կգտնեմ ես իրան։ Կամ գուցե Փոլ Մակքարթնի հետ կարելի է մի քիչ շփվել։ Ասում են մեծամիտ է շատ։ Դե մենք էլ հիմա երազում ենք, ոչինչ։ Եկեք խոսենք նաև ձեր դերասանական մասնագիտության մասին, թատերարվեստի հանդեպ ունեցած ձեր սերը գեներով եք շարանգել, ինչպես մենք գիտենք, եւ շատ հետաքրքիր է, եթե ամենասկզբից գանք, հայտնի պապիկի անունը ինչով էր ձեզ օգնում եւ ինչով էր խանգարում ձեր ճանապարհը կառուցելիս։ Շատ օգնեց ինստիտուտ ընդունվելուց։ Դա շատ օգնեց։ Ես խափ եմ, որ ասեմ, այնց չի եղել, չէ։ Ես ասեմ ավելի, եթե ես լինեի հանձնաժողովում նստած ու ես 16 տարեկանում գայի ընդունվելու, ես շատ հնարավոր է ես ինձ չընդունեի։ Ես դա գիտեմ, ես ռեալիստ եմ, ես գիտեմ ինչ, այտենց երբեք չեմ սիրել, էլի մեծացնել, շատացնել ամեն ինչ, կա այն ինչ կա։ Երբ որ մտա այդ քննությանը, այդպես կարդացի Իշխան Ղարիբյան, ասեցին ճանաչում ես ով ասի, հա, ով ասի, պապաս։ Ու ես շատ սիմվոլիկ քննություններ եմ, իրականում ես դա գիտեմ, ես շատ սիմվոլիկ քննություններ եմ հանձնել, այ հետո սկսեց արդեն հակառակ կողմը, մեդալի հակառակ կողմը եկավ։ Կուրսեցիներս չգիտեմ ինչի մի ամիս հետս չէին խոսում, պրոստը չէին խոսում իմ հետ, որտեվ ասում բայց ինչ ա եղել։ Մենք մտածում ենք դու մեծամիտ ես, որ Իշխան Ղարիբյանի թոռն ես, ասից փորձել եք հարցնեիք։ Ես մեծամիտ եմ, թե չէ։ Հետո իհարկե ավելի շատ եղել է ամենամեծը պատասխանատվության զգացումը, որ վայ հանկարծ մի բան են չլինի, որ չասեն, դե Իշխանի ու մանավանդ էլ որ զգում էի, որ ընդունվել եմ ոչ այնքան ազնիվ եղանակով, չէ, փող չեմ տվել, պարզ պատճառ չունեի, որ տայի։ Այդ է եղել ու նաև շատ մեծ է եղել Հակոբ Ազենչյանի ազդեցությունը, շատ մեծ է եղել, որովհետև ես զգում էի, թե ինքը ինչքան է վստահում ինձ, ինչքան է տեղ տալիս առաջ ուղղում դեպի ուղղորդում ու նաև չէի ուզի որ հանկարծ ասեին, դե Հակոբի դերասանը հազիվ էս կանել։ Պատասխանատվության զգացողությունը մեծ դեր է ունեցել։ Այո։ Մինչև հիմա ամեն ինչում։ Հիշում եք ձեր առաջին ներկայացումը, առաջին վեմելը։ Շատ որն է հիշում։ Իրականում շատ ծիծաղալի պատմություն էր, փոքրիկ Իշխանը Պատանի հանդիսատեսի թատրոնում մենք ինստիտուտում էինք, մեկ էլ դուռը բացվեց, այդ օրը չունեինք դերասանի վարպետություն, դուռը բացվեց, պարոն Ղազանչյանը մտավ լսարան, եթե չեմ սխալվում, արտգրակի դասներ, ասեց Իշխան դու մեկ էլ տղերքից մի քանի հոգու եկեք։ Իջանք ներքև, նստեցինք իր մեքենան, եկանք թատրոն ու հետո պարզվում է ինչ, որ մեզնից առաջ իր կուրսի երեխեք ովքեր խաղում են այդ ներկայացման մեջ, իրանք բոլոր գնացել են բանակ, հիմա դրել են ներկայացումը, բայց տղերքը արդեն չկան։ Հիմա մենք պետք է ներմուծվենք, ոչ տեքստ ունենք, ոչ բան, ուղղակի պետք է անցնենք բեմով։ Ու հենց այդ օրն էր ներկայացումը։ Հենց այդ օրը ներկայացումն էր դրված, այդտեղ դե 99 թվին մի քիչ ավելի դժվար էր ներկայացումը վաճառել, որ հանդիսատեսը գա, դպրոցներ, խառը վիճակ։ Ու ես հիշում եմ ավանսցենայի պարտալի այս դռնից ուղղակի դանդաղ պետք է քայլեի մյուս դռնով դուրս գայի։ Ինձ թվաց ես քայլել եմ ստեղից ղափան։
Այդքան հեռու է թվացել ինձ այդ ճանապարհը, իրականում քայլել եմ մի 10 մետր բեմի վրա։ Որ շատ լավ հիշում եմ։ Իսկ նենց ռեալ մեծ ներկայացում որ արեցին, դա Հյուգոյի Թշվառների մոտիվներով Գավրոշը ներկայացումներ, որ մեր ամբողջ կուրսով խաղում էինք ու այդ ներկայացումը մտավ թատրոնի ռեպերտուար։ Այսքան տարի է թատրոնում եք, իսկ որևէ սովորություն ունեք, որ յուրաքանչյուր բեմելից առաջ պիտի անեք կամ ասեք։ Աղոթում եմ, խաչակնկվում եմ, ասում եմ առաջ Աստված։ Ու մտնում եմ բեմ։ Անկեղծ ասած ես հայերեն ոնց է սուիվերնի սնահավատ չեմ։ Բացարձակ չեմ։ Վայ կատուն սև անցավ, չգիտեմ, աղը թափվեց, չգիտեմ ինչ եղավ։ Որ սցենարը գրում եք չեք նստում վրան։ Բա երբեք չեմ նստել։ Երբեք չեմ նստել։ Լավ, ձեր կերտած դերերից կա որևիցե մի կերպար, որ շատ տպավորված է ու գուցե ամենասիրելին է։ Մեծ հաճույքով եմ ես դա չափում եմ հետեւյալ ձևով, թե ես ինչքանով եմ հաճույքով աշխատել դերի վրա։ Իհարկե դա առաջինը երևի թե Արամ Թոմասյանն հրեշի լուսնի վրա ներկայացման մեջ, որ մենք խաղում էինք Մարիամ Մեդվազանչյան։ Շատ տպավորվեցի ու շատ հաճույքով աշխատեցի Քաչնազարի վրա Պարոնյան թատրոնում։ Շղթա ներկայացում ու Նարեկի Մանուչարյան գրած, որ Սոնայի հետ ենք խաղում, հետո Սոնան որոշեց լիք երեխեք ունենա, Հարաքսի հետ եմ խաղում հիմա։ Կան, իհարկե կան։ Ու իհարկե կինոյում էլ կան սիթքոմներում, հատկապես շատ հայտնի սիթքոմի հետ իմ հայտնի կերպարը, որը մինչև հիմա մեծագույն հաճույքով եմ խաղում, որովհետև ինչքան խաղում եմ, այնքան խաղալու բան կա։ Փորձը շատ մեծ է եղել թե թատրոնում եւ փորձը կա, այսինքն հիմա էլ նաեւ ֆիլմում, ում հետ է ավելի հեշտ աշխատել, զուգընկեր կամ զուգընկերուհի, ում հետ բարդ։ Բարդերը չեմ ասի, որովհետեւ հետո նորից գնամ գործի էլ իրանց հետ։ Շատ հեշտ է Արաքսի հետ Մելիքյան, շատ հեշտ, շատ հեշտ է Մարիամի հետ Ղազանչյան, 200 տարի իրար հետ խաղացել ենք էլի։ Սամոյի հետ Դանելյան, որ ուսանողական ենք իրար հետ տենց սկսել ենք խաղալ։ Հեշտ է ու հաճելի է ու տպավորիչ է աշխատել Խորիկ հետ Լևոնյան։ Վազգենը ֆիլմում շատ փոքր էպիզոդ եմ ես նկարվել նրա հետ։ Ես բռնացեցի այն մտքի վրա, նայում եմ ինքը ոնց է խաղում, այլ ոչ թե ես հետո այդ նույն տեսը անում եմ։ Այդ մեծագույն հաճույք էր էլի։ Բոլոր իմ խաղանկերներից փորձել եմ ինչ-որ բան սովորեմ ու փորձել եմ ինչ-որ բան ես իրանց տամ։ Թե մետա ինչքանով է ստացվել, ես չգիտեմ։ Իսկ այնուամենայնիվ թատրոնը թե կինոն։ Թատրոնը։ Ինչու։ Թատրոնը։ Այդ կենթանի շփումն եմ ես։ Ես մինչև հիմա գիտեք ոնց եմ, եթե ենթադրենք ես ձեզ բան պետք է ասեմ, չէ, ես գերադասում եմ ժամանակը ունենամ գամ, ձեր հետ նստեմ, խոսեմ, սենց նայենք իրար, որ ոչ մի հարց այլևս չմնա, քանի որ voice ուղարկեմ կամ գրեմ, հա, օքեյ, հին մարդ եմ, բայց ես դրան եմ սովոր։ Երևի այդ է, նո թատրոնն էլ է իմ համար այդ պահին, հենց այդ պահին է կատարվում, էլի ամեն ինչը։ Կինոն շատ ավելի մնայուն բան է, ես դա լավ գիտեմ, որ ասենք մի ֆիլմ նկարվեցիր 50 տարի հետո էլ է դա մնալու, իսկ ներկայացումը հաստատ չի մնալու։ Բայց երևի ես այդ պահին այդ եմ սիրում։ Մենք գիտենք, որ վերջերս եք վերադարձել հյուրախաղերից, Ավստրիա եք մեկնել ներկայացումներով։ Ինչ ներկայացում էր, ինչ հյուրախաղեր էին, ինչպես անցավ, ինչպես ընդունեց հանդիսատեսը։ AV թատրոնի կազմում ինձ հրավիրեցին իմ ընկերները AV թատրոն, մենք հյուրախաղերով մեկնեցինք Բուլղարիա, Ռումինիա, Ավստրիա։ Հրավերը Սոֆիայի HBO-ի կողմից էր, որ շատ սերտ համագործակցում է AV թատրոնի հետ, այդ հայապահպանության հետ կապված, մենք գնացինք, ներկայացրեցինք այնտեղ Երազիմ երկիր ներկայացումը եւ Բախտի հետևից ներկայացումը, որը որ ավելի շատ մանկական ներկայացում էր։ Անցավ շատ լավ, շատ հետաքրքիր էր, շփումն էր հետաքրքիր ընդեղի մեր հայ համայնքի հետ։ Շատ տարբեր էին մարդիկ, շատ տարբեր էին ընկալումները այդ մարդկանց, որտեղ երեխեք կային, նույնիսկ հայ երեխաներ կային, ովքեր որ չգիտեին հայերեն, այնտեղ ծնված, այնտեղ մեծացած, բայց եկել էին ներկայացման ու
Լեզուն չիմանալով տարօրինակ շփում կար։ Ինքս ես նայում էին, զգում էր, որ հասկանում է ինչա կատարվում, ինչ որ չգիտեմ, կարող եմ չէ ենթագիտակցության մեջ էլ որ բառեր կային հասկանում էին, դե պարզ է որ անհնար է ընդհանրապես չիմանալ լեզուն, բայց լավ էր, շատ շնորհակալ եմ Էրի թատրոնին, ասեմ ավելին առաջ անցնելով, դեկտեմբերին էլ գնում ենք Բելգիա։ Որ ներկայացումներով Ամանորյան ներկայացումով այս անգամ Բելգիայի հայ տունը իդեմս Կարեն Թաթևոսյանի մեզ հրավիրել է, այսինքն Էվի թատրոնին, ես էլ տենց կպնե հետները գնում եմ։ Հաջողություն եք մաղթում, հուսանք նույնպես շատ լավ կընդունվի ու լավ տպավորություններով կվերադառնաք։ Այլ նորություններ ինչ սպասենք, բացի Բելգիայի հյուրախաղերից։ Այլ նորություններ, դե հիմա իմ կարծիքով շատ հետաքրքիր պրոյեկտի առաջարկ եմ ստացել, որը շատ չեմ պատմի, կասեմ, որ նկարելու է Գոշը Հակոբյան, շատ եմ ուրախացել այդ դերի համար, շատ եմ ուզում այդ աշխատեմ, թող լինի նոր առիթ կլինի մի անգամ էլ ինձ հյուրընկալեք կպատմենք։ Աշխատում եմ երկրորդ ալբոմի երգերի վրա, որը որ երևի թե եկող տարի նոր կանեմ, կսկսեմ, այսինքն ժամանակ հենց եղավ, որովհետև մի քիչ ուղեղս պիտի հանգիստ լինի, էլի, որ մտնեմ ստուդիա ու սկսեմ նվագել, այդ ամեն ինչ անենք։ Առաջ աստված ծրագրերը շատ են, ամենակարևորը առողջ մնալն է, որ այդ ամեն ինչը իրագործենք։ Շատ լավ, մենք հետևելու ենք, ամեն դեպքում նորության դեպքում կարող ենք հանդիպել, նորից խոսել, կիսվել նաև մեր հետ։ Սիրով, ես մեծագույն հաճույքով եմ միշտ հյուրընկալում ձեզ, որովհետև խելացի, գեղեցիկ, բանիմաց մարդկանց հետ շփվելը այն է Կիրակի օրը առավոտը երանություն է։ Շատ շնորհակալություն։ Գեղեցկուի ինչ անենք, գնանք քո սիրած հատվածին։ Միանշանակ։ Մենք ունենք բլից հարցեր։ Համբերատար սպասում էին։ Չէ, հիմա արդեն պետք է լրել, պետք է մենք շատ արագ բլից հարցեր հնչեցնենք ու նաև պատասխանները բլից լսենք։ Համեցեք։ 3 ֆիլմ, որոնք պարտադիր պետք է դիտել։ Մենք ենք մեր սարերը։ Փախուս Շոուշենկից եւ Շիդլերի ցուցակը։ 3 գիրք, որոնք խորհուրդ կտակ անպայման կարդալ։ 3 գիրք։ Աստվածաշունչ, առաջինը, Կնքահայրը, Մարիո Պյուզոյի եւ Ջեք Լոնդոնի Մեծ տան փոքրիկ տիրուին։ Նոր դեր թե երաժշտական նոր ստեղծագործություն։ Նոր ստեղծագործություն երաժշտական։ Հերոս, որին երբեք չեք համաձայնի, մարմնավորել։ Պեդոֆիլ։ Եթե կարողանայիք մեկ օր ապրել ձեր կերտած կերպարներից մեկի կյանքով, որ կերպարը կընտրեիք։ Ահա թե ինչ։ Այնքան տարբեր են, այնքան բարդ են իրանք։ Երևի տատը ներկայացման մեջ մի հրաշալի դեր ունեմ ես, երևի այդ դերը, այդ կերպարը։ Ինքը ընտանիքի հայրը ամեն ինչ անում է, բոլորի համար անում է, աշխատում է, տքնում, տենց ես եմ մի քիչ իտալացի էլի։ Կամ մենք ենք իտալացիները մեզանից վերցել են, մի քիչ իտալական են սարքել։ Լավ, եթե հանդիպեիք ձեզ 10 տարի առաջ, այսպես փողոցում քայլեք ու ձեզ հանդիպեք ու հնարավորություն ունեք մեկ խորհուրդ տալ։ Ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ։ Մի քիչ ավելի վստահ եղի։ Վստահություն։ 10 տարի առաջ իրականում եթե մի քիչ վստահ լինեի, որ սենց է լինելու, ավելի ուրիշ ձև կանեի։ Բայց ամեն դեպքում գործողությունների կամ մտքերի մեջ պետք է վստահություն։ Դե հա։ Թեկու սխալվենք, բայց մեր սխալը անենք։ Հա։ Ինքներս մեր սխալները թույլ տանք, ուրիշի խորհրդով չսխալվենք։ Խորհուրդ տալը ընդհանրապես ամենաշնորհակալ բանն է, իմ կարծիքով։ Կա նման ճշմարտություն նույնպես կա։ Իշխան շատ շնորհակալություն։ Եվս մեկ անգամ, որ մեր տաղավարում եք ու մեզ հետ սկսեցիք ձեր հանգստյան օրը։ Շնորհակալություն զրույցի համար, հարցազրույցի համար, շնորհակալություն անմիջական պատասխանների համար։ Եվ մենք մաղթում ենք ձեզ նաև նույն թեթևությամբ օրվա շարունակություն։ Լավ հանգստյան օր։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։
Սիրով։ Իսկ մենք նույն թեթևությամբ շարժվում ենք առաջ եւ առաջարկում երաժշտություն լսել ու վերադառնալ կրկին եթեր։